Եթերում լուրերի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական անվտանգության խորհրդի նիստն է անցկացրել Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին։ Նիստին մասնակցել են նաև ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այլ պաշտոնատար անձինք։ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը հայտնում է, որ քննարկվել է տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։ Վարչապետին զեկուցել են նրա հանձնարարականների կատարման ընթացքը։ Նշեմ, փետրվարի 28-ից, այսինքն Իրանի դեմ ԱՄՆ-իսրայելական հակամարտության սկսվելուց ի վեր, սա անվտանգության խորհրդի 4-րդ նիստ է։ Վերջինն անցկացվել էր մարտի 5-ին։ Միացյալ Նահանգները տարհանում է Ադանայի հյուպատոսության անձնակազմի մի մասը Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով։ Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան եւ հյուպատոսությունների պաշտոնական կայքի հաղորդագրությամբ Միացյալ Նահանգների եւ Իրանի միջև ռազմական գործողությունների սկսվելուց հետո կտրուկ մեծացել է իրանական հրթիռային հարձակման վտանգը։ Մասնավորապես նշվում է, որ մարտի 4-ին ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգերն արդեն իսկ ոչնչացրել են իրանական մեկ բալիստիկ հրթիռ, որը մտել էր Թուրքիայի օդային տարածք։ Այս պահին Ադանայի հյուպատոսությունը դադարեցրել է բոլոր տեսակի ծառայությունները, իսկ Թուրքիայի հարավ-արևելյան 22 բնակավայրեր, այդ թվում Ադանան, Վանը, Մուշը եւ Գազիանթեփը, դասվել են վտանգավորության ամենաբարձր 4-րդ մակարդակի գոտիների շարքը։ Պետդեպարտամենտը նաև նախազգուշացնում է Թուրքիայում աճող հակաամերիկյան եւ հակաիսրայելական տրամադրությունների, ինչպես նաև ահաբեկչական հնարավոր հարձակումների եւ կամայական ձերբակալությունների ռիսկի մասին։ Քաղաքացիներին խորհուրդ է տրվում խուսափել մարդաշատ վայրերից և ցուցաբերել առավելագույն զգուշություն։ Թուրքիան 6 F-16 կործանիչ եւ հոբ համակարգեր է տեղակայել հյուսիսային Կիպրոսում Իրանի հետ պատերազմի պայմաններում թուրք բնակչության անվտանգությունը բարձրացնելու համար։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ անհրաժեշտության դեպքում Անկարան կձեռնարկի լրացուցիչ միջոցներ։ Ըստ տեղեկությունների, եվրոպական տերությունները վերջին օրերին ուժեղացրել են իրենց ռազմական ներկայությունը կղզում։ Անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի համակարգերը որսացել էին իբր Իրանից Թուրքիայի օդային տարածք արձակված բալիստիկ հրթիռ։ Իրանը հերքել էր իր առնչությունը այդ հրթիռին։ Իրանից Հայաստան աղտոտված օդի ներթափանցման վտանգ չկա։ Հիդրոթերապևտաբանության եւ մոնիթորինգի կենտրոնը Ամբերդի դիտակետում տեղումների որակի ուսումնասիրություններ է անցկացնում։ Թթվային թունավոր անձրևի մասին լրատվամիջոցների հաղորդագրություններին ի պատասխան կենտրոնը հայտնում է, որ մարտի 7-ից 8-ը տեղացած տեղումների որակական կազմի ուսումնասիրության հիման վրա տեղումների կազմի փոփոխություններ չեն նկատվել։ Հարավային ցիկլոնները, որոնք մտնում են Հայաստան հիմնականում Իրաքի շրջաններից են, այլ ոչ թե Իրանից։ Իսկ հաջորդ 10 օրերի ընթացքում օդային հոսանքները Իրանի վրայով կշարժվեն արևմուտքից դեպի արևելք, ինչը նշանակում է, որ օդային զանգվածները Իրանից շարժվում են դեպի Թուրքմենստան։ ՊՕԱԿ-ից վստահեցրել են, որ մշտապես հետևում են մթնոլորտային պայմաններին եւ կտեղեկացնեն հանրությանը, եթե որևէ փոփոխություն տեղի ունենա։ Մախաչկալայում դատարանը պատասխանատվության է ենթարկել Դոնալդ Թրամփ մականունով տղամարդուն սոցցանցերում հակահայկական կոչերի համար։ Գործի նյութերի համաձայն Տելեգրամում Դոնալդ Թրամփ կեղծանվամբ հանդես եկող օգտատիրոջ մեկնաբանություններում հայերի դեմ անօրինական գործողություններ հրահրող հայտարարություններ են եղել։ Ըստ դատական որոշման ատելություն հրահրելու ու մարդկային արժանապատվությունը նվաստացնելու համար նրան 10,000 ռուբլու չափով վարչական տուգանքի են ենթարկել։ Տղամարդն ընդունել է մեղքը եւ չի վիճարկել որոշումը։ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանը դատական հայց է ներկայացրել ընդդեմ Ստեփան Ասատրյանի, նախկին տեր Արամի արատավորող տեղեկությունները հերքելու եւ գումար բռնագանձելու պահանջով։ Ըստ դատական տեղեկատվական համակարգի հայցի առիթը այն է, որ Ստեփան Ասատրյանն իր հարցազրույցներից մեկում զրպարտել էր Միքայել Սրբազանին, թե նա իբր կին ու դուստր ունի։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին ամփոփելու մարտի 9-ը։